Աննա Հակոբյանը շուտով հավակնում է ստանալ փողոցային բառամթերքի մաեստրո մրցույթի գլխավոր մրցանակը։ 1000 դրամ միայն կեցության ծախսերով, այս վերջին շրջանում, եթե նկատել եք, իրենք շատ հիստերիկ անհավասարակշիռ վիճակի։ Վարչապետի կինը իր սոցցանցերում պիտակավորող ժարգոնային լեքսիկոնով գրառումներ է անում, որտեղ հիմնականում թիրախավորում է լրագրողներին և քննադատությամբ հանդես եկող քաղաքագետներին, վերլուծաբաններին։ Զուգահեռ նա շարունակում է անցկացնել իր կրթվել է նորաձև է սեմինարները, որոնց պարտադիր մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ հանդիպումներին բանախոսները, իդեմս Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի, շարունակում են թեզեր տարածել պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև, կասկածի տակ դնելով անցյալը և մշուշոտ ներկայացնելով ապագան։ Եվ այս ամենն այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանը չունի բարձրագույն կրթության դիպլոմ, իսկ Աննա Հակոբյանը թույլ վերնագրերով միջակ-գրչակ է։ Ակադեմիական լրագրությունից կիլոմետրերով հեռու Հակոբյան Աննային չի խանգարում վարչապետի կնոջ ստատուսը մարդկանց վիրավորելու համար։ Օրինակ, նա ոչինչ է անվանել արցախցի Տաթև Վիրաբյանին ինչ-ինչ հարցերում Աննա Հակոբյանին մեղադրելու համար։ Դրա հետ մեկտեղ կարծես զավեշտ է, որ հենց Աննա Հակոբյանն է առաջարկում հանրային խոսքի որակը փոխել։ Այս կոնտեքստում օրագիրը փորձել է հասկանալ ինչու էին սահմանափակել Աննա Հակոբյանի խոսքի իրավունքը։ Թերթը գրում է. քաղաքական խոսույթի մակարդակը ընկել է, խոսում են ոչ թե գաղափարների, ծրագրերի մասին, այլ միմյանց վիրավորելու մրցավազք է։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Աննա Հակոբյանի օրինակով էլ ավելի շատ մարդիկ են սկսել ատելության խոսք տարածել։ Շարունակելով թերթել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը, մեկնաբանությունների բաժնում տեսնում ենք համ ֆեյքեր, համ մշտական գրչակներ։ Այդ գրչակների հիմնական մասսան պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի արհեստական օրակարգը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ մերձենալու վերաբերյալ։ Այս ֆեյքերը և սոցցանցերի օգտատերերը մեծ բանակ են կազմում։ Հերիք է լինում Աննա Հակոբյանի կամ Նիկոլ Փաշինյանի հարձակվել հրահանգը, և նրանք հարձակվում են բոլորի վրա, ով քննադատում է ներկայիս իշխանությանը։ Լինելով պետական պաշտոնյա, նրանք նաև չարաշահում են այն իրավունքը, որով կարող են այս կամ այն սոցիալական ցանցի օգտատիրոջը արգելափակել։ Հայկական ժամանակում ընդունված պրակտիկա էր։ Գրեթե բոլոր լրագրողները կարող էին տարբեր սոցցանցերում նմանատիպ իրենց դրսևորել, մեկնաբանել ինչ-որ մեկի գրառումը անվանելով անգրագետ, տգետ, մարդկանց, որոնք ունեն հստակ գիտելիքներ և բազմամյա փորձ որևիցե ոլորտում, այսինքն իրենք լինելով տգետ, անգրագետ, առանց բարձրագույն կրթության, սովորություն էին ձևավորել, հանրային հարթակներում վիրավորել սկզբունքային, կայուն միտք արտահայտող մտավորականներին, քաղաքական գործիչներին և, իհարկե, կոլեգա լրագրողներին։ Հիմա արդեն բուկետներ և գումարային ծրարներ ընդունող Աննա Հակոբյանը փողոցային բառապաշարով է դիմում համատարած բոլորին, բացառությամբ, իհարկե, իր հովանու տակ գտնվող բլոգերներին, որոնք ըստ Աննա Հակոբյանի ամենավստահելի լրագրողներն են։ Կարդում ենք այդ լրագրողների, ճակերտավոր լրագրողների առաջին տասնյակի ցուցակում, ես ոչ մեկին չեմ ճանաչում, բայց Ռոման Բաղդասարյան բլոգերին շատերս երևի հիշում ենք Արտուր Չախոյանի հետ կապված, երբ նա փախել էր և պաղկվել էր դպրոցի զուգարանում։ Ցուցակում նշվածներից գրեթե բոլորը բաթլներ են կազմակերպում ադրբեջանցի բլոգերների հետ, խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ համակեցության մասին և սուտ են տարածում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։
Աննա Հակոբյանը չի էլ թաքցնում արցախցիների նկատմամբ իր ատելությունը։ Նա օրինակ գրում է զոհված զինծառայողի ծնողի մասին հետևյալ տողերը. «Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրատել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ, և դեռ իրեն հարց է տալիս. կարո՞ղ է աշխարհընկալման խնդիր կա այս պահվածքում»։ Աննա Հակոբյանի պահվածքում հաստատ կա, այլապես նա ինքն իրեն կհարցներ. ինչու Շուշի թեյ խմելու, մուղամ լսելու հրավիրեց Մեհրիբան Փաշաևային, ինչու է համարում առ ոչինչ 5000 պլյուս-մինուս զոհվածների կյանքը, ինչու է անընդհատ կազմակերպում ճաշկերույթներ, որպեսզի բիզնեսմենները, ընդհանրապես հարուստ մարդիկ իր «Իմ քայլը» հիմնադրամը միլիոնավոր գումարներ ներդնեն։ Իրավական թուղթ, այսինքն ԶԱԳՍ-ի թուղթ չունենալով, Աննա Հակոբյանը ինչու է շարունակում պետական բյուջեի գումարներից օգտվել։ Մենք, իհարկե, ժողովրդավարության դասեր, կառավարության շենքում կաբինետ ունեցող, հայկական ժամանակի խմբագիր մնացող Աննա Հակոբյանին ցանկություն չունենք, բայց մի քանի մեկնաբանություն իր ֆեյսբուքյան էջից կարդալով խորհուրդ ենք տալիս առնվազն ինքնակրթվել։ Իսկ բարոյականության մասին խոսք նրա դեպքում անգամ չի կարող լինել։